տեսա, որ գահի 4 կենդանիների և երեցների մեջտեղում ասես մորթված մի գար կար, որ 7 եղջյուր ուներ ու 7 աչք, որոնք Աստծո 7 հոգիներն են, որ ուղարկվում են ամբողջ երկրով։ Որքան զարմանալի է սա։ Երեցը Հովհաննեսին ասում է նայիր առյուծին, Հովհաննեսը տեսնում է մորթված մի գար, որ կանգնել է գահի և երեցների միջև որպես միջնորդ Աստծո և մարդու միջև։ Նա, ով հաղթեց, որպեսզի բացի գիրքը և նրա 7 կնիքները, կանգնած է որպես մորթված գար։ Նա կանգնած է 7 եղջյուրով և 7 աչքով։ Սուրբ գրքում եղջյուրները զորության խորհրդանիշեր են, բարձրացված թշնամիների դեմ։ 7 եղջյուր նշանակում է կատարյալ զորություն, այսինքն աստվածային ամենակարողություն, իսկ 7 աչքերը, ինչպես Հովհաննեսն է բացատրում, Աստծո 7 հոգիներն են, որոնք ուղարկված են ամբողջ երկիր։ Դեռևս Եդեմի պարտեզում Աստված ավետարանի խոստումը տվեց ընկած մարդկությանը, Ադամի և նրա կնոջ համար կաշվե հանդերձներ արեց և նրանց հագցրեց։ Հայտնության գրքում Հիսուսը 28 անգամ կոչվում է գար, նրա քավիչ մահը ապահովեց հաղթանակը իր ժողովրդի համար։ Հաղթանակը արդեն տեղի է ունեցել և դրա գինը եղել է խաչը։ Հիսուսը միաժամանակ թե առյուծ է և թե գար, Քրիստոսն ամենից վեր է, սակայն միաժամանակ ամենից խոնարհն է։ Նրա մեջ միավորված են անսահման մեծությունը և գերազանց հեզությունը։ Որպես առյուծ Հիսուսը գործադրում է Աստծո գերիշխան զորությունը իշխելու համար, իսկ որպես գար դրսևորում է հնազանդության և ինքնազոհության հոգին։ Հիսուսն է միակը ողջ մարդկության մեջ, ով կարող էր ասել. «Ես պահել եմ իմ հոր պատվիրանները և մնում եմ նրա սիրո մեջ»։ Այս նոր տարին թող պարզապես չլինի քեզ համար հերթական տարվա սկիզբ, այլ Քրիստոսի փրկարար սիրո տարի քեզ համար։ Տեր Հիսուս, շնորհակալ եմ քո խոնարհության և ինքնազոհության համար։ Ամեն։